ստեր, կատակներ եւ կոտրված վստահություն։ Ամեն ինչ ապրիլի 1-ի համար։ Այսօր կհարցնենք, թե մեր գրասենյակում ովքեր են խաբել եւ ովքեր են խաբվել։ Ու մի անգամ մերին մեր հյուրերից մեկից ավել գումար է ստացել ոստեղ մինալով ու ես որոշեցի, որ օրվա ավարտին մերին դրա մասին կասեմ ու կասեմ, որ նայած ուրախ ծախմեց աղմուկա բարձրացրել։ Հետո օրվա վերջ ես նամակացա Անահիտից, որ հյուրը եկել է, այստեղ բողոքել, ասել է, որ մեզ արտի է տալու, որ շատ ծանր եմ տարել, հետո որ ես Անահիտին գրում էի, ինքը չէր պատասխանում, անջատել էր իր ինտերնետը։ Ոնց որ խլանի մի մաս էր, ու մեր մենեջերը հասկացավ, որ ես շատ վատ եմ։ Չդիմացավ ու ասեց։ Ավելի երկար որքան բան չի եղել։ 10 րոպե։ Հա, 10 րոպե իրան շոկահար է։ Ապրիլ 1-յան կատակ, ում համար չար կատակ, ոնց որ նշեցի, իմ դեպքում մի քիչ ավելի տենց վախենալու էր, բայց մեքենայի հետ էր կապված։ Տարիներ առաջ, երբ որ ես քաղաքում չէի, ընկերս զանգարեց, խնդրեց, թե իմ մեքենան փչացել է, դամ քո մեքենան վերցնեմ, ավտոտնակում կանգնած էր։ Ասի ոչ մի խնդիր, գնա վերցրու, կվերջացնես գործերը, թող քո եկես մոտ մնա։ Հետո մի երկու օր որ գիտեմ, որ իրան մոտ է արդեն մեքենան, զանգարեց, ասեց Բա գիտես, պատահար ա եղել, եւ նենց իրավիճակ ա, որ քննչական ա գնացել գործերը ու պետքա քանի որ դու սեփականատերն ես, պետքա դու ներկա լինես, պետքա գաս հասնես Երևան, եթե ժամանակ ապերտում է։ Հա ու տենց ես հավատացել էի, խաբվել էի ու շատ ծանր էի տանում, մինչեւ որ հաջորդ զանգը ստացա ու իմացա, որ ապրիլ 1-յան կատակ էր փաստացի։ Այսա ողջույն, Բարև, ինչպե՞ս ես։ լավ դու։ Լավ, շնորհակալ եմ։ Այսա ապրիլի 1-յան դեպքը հիշես կյանքիցդ, երբ խաբել ես կամ խաբվել ես։ Հա, իհարկե, կարելի է ռուսերեն պատասխանեմ։ Իհարկե կարող ես։ Ուրեմն մի օր գալիս են Ամերիկայից հյուրեր, ուզում են անձնական տուրով գնալ Ծաղկաձոր սեղան, եւ ամեն ինչ արդեն ճշտում ենք՝ գիդը, վարորդը, մեքենան, ժամերը, ու վերջում ասում են, բայց մի հատ sense կարևոր պայման կա, որ 10-ից 5-ը լինի արև։ Ուրեմն ես sense ուշադիր իրանց նայում եմ եւ ասում եմ, իհարկե, ես կփոխանցեմ ձեր հմտանքը մեր weather department-ին։ Իրանք sense ինձ ուշադիր նայում են, սկսում են ծիծաղել եւ ես ասում եմ, որ ապրիլի 1-ն է այսօր։ Շնորհակալ եմ։